քաղաքապետի խորհրդական Հովսեփ Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան, այս գործընթացը ամբողջությամբ բաղառաբոդից վստահաբար հետևում եք։ Ոչ թե հետևում ենք, անմիջական նաև տեղում էինք քաղաքապետարանում։ Մի փոքր մանրամասնիկ ինչ կատարվեց։ Գիտեք ինչ, իրավական պետության մեջ նման բան չէր կարող լինել, որովհետև մի բան կարող եմ ասել, որ բազմիցս պարոն Ղուկասյանին հրավիրել էին հարցաքննությունները եւ ոչ մի անգամ քաղաքապետը չէր հրաժարվել գնալու։ Այս ինչ որ կազմակերպեցին, ինչ որ բան ցույց տալու, ինչ որ բան ժողովրդին ասելու, չգիտեմ, չեմ կարող ասեմ, որ իրավական պետության մեջ կարող է սեփական ժողովրդի հանդեպ այդ ձևով վերաբերվել։ Ես մի բանի վրա եմ զարմանում, մի բանի վրա, որ այն ինչ որ մենք ստեղծում ենք հիմա, մենք չենք էլ հասկանում վաղը ոնց են կործանելու երկիրը։ Այս ամենը վաղը բերելու երկրի կործանման։ Ու այդ իրավապահարանի ներկայացուցիչները, ովքեր որ պարտավոր են օրենքը պահպանելու, պատկերացեք ամենավերջին կետով ոտնահարում էին այդ օրենքները։ Օրինակ ինչ են արել, ինչպես են մտել քաղաքապետարան, ինչ են պահանջել։ Ես իհարկե մանրամասներին տեղյակ չեմ եղել այդ ամբողջ process-ի մեջ, բայց այն ընթացքը, որ կարել է նույն քաղաքապետին շատ հանգիստ հրավիրել, տանել եւ այդ ամբողջ շոուն չստեղծել, այդ հանգիստ կարող էին անել։ Իմ պատկերացումով շատ հանգիստ կարող են, որ այն անձը չէր, որ դիգուր պիտի գնար, որ պիտի փախներ կամ ինչի պիտի փախներ։ Եթե ինչ որ բաներ կար ճշտելու, կարող են այդ նույն ձևով շատ հանգիստ ծանուցում ուղարկեն կամ չգիտեմ, քնի չկար, հրավիրել, դուրս գային, գնային, այդ ամբողջը ինչ որ իրան կազմակերպեցին, ամբողջ դուք եթե դուք լինեիք Գյումրիում ու տեսնեիք, ինչքան զորք էին բերել, օրինակ ես ինքս ազատամարտիկ եմ եղել ժամանակին, եթե մենք այն ժամանակ այդքան զորք ունենայինք, երևի Բաքու կհասնեինք։ Ու այդ երիտասարդ տղեկին իր ժողովրդի վրա են հարձակվել տալիս։ Ես տեսնում եմ վերևից մեծ երեխա անչափած փախնում էր, այս կարմիր բերետավորներ ընկած են այդ երեխայի հետևից։ Բարկցրել են, հասկանում եք, անչափած երևում է, որ դա անչափած երեխա է։ Կարող է ինչ-որ մեկի բարեկամ էր, ես չգիտեմ ինչ էր, բայց այդ վերաբերմունք ինչ-որ ցույց են տալիս այդ մեր ոստիկանները, այս մերը չեմ կարող ասել, մերը երևի ճիշտ չի մեր ասել։ Կալանավորելու միջնորդություն է ներկայացվել պարոն Ղուկասյանին այս մասով կարծոք դատարանում։ Ես գիտեք, ուրեմն մեծ հույսեր չունեմ, իրականում մեծ հույսեր չունեմ, մենք որ ասում ենք քաղաքապետին հանգիստ գնա, հասկանում ենք, որ այդ նույն սրբազանը հանգիստ եկավ իրանք բռնեցին, ձերբակալեցին, այսինքն սրանց մոտ սրբություն չկա։ Ես չեմ հասկացում, որ այսօր կարող է իրանք կալանքի տանեն քաղաքապետին, չեմ հասկացում։ Այլապես այսքան շոուն չէին էլ սարքի։ Երևի ինքը Վատիկանից պիտի գա, որ տեսնի ինչ որ մարդ են բռնել։ Երևի վամպիր է այդ մարդը, վամպիր։ Այրան կարոտ այդ մարդը։ Չգիտեմ, ու սեփական հայ ժողովրդի այրան կարոտ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Մեղադրանքը ձեզ պարզ է, մանրամասներին ծանոթ։ Չէ, մենք չենք էլ հասկացել ինչ մեղադրանք, այն ինչ որ հակակոռուպցիոնը հայտարարություններ է տալիս, ինչ որ թերթերում գրում են, բան, այդ չափով ենք մենք տեղյակ։ Խորքի մեջը ինչ է, ինչ չի, չգիտեմ ինչ որ կաշառքի բան, այսինքն եթե ուրիշ բաների մասին խոսեին, կարող է ինչ որ մի բան, մի բան մտածեի, ինչ որ բան, բայց կաշառվեցնել քաղաքապետը, հասկանում եք։ Չգիտեմ, այդ ոչ, ասում եմ, մենք ժողովրդական բան կա, ոչ էշինան ասում, ոչ է ծիրում։ Չեմ հասկանում էսի, ինչ են ուզում։ Երևի սրանով պատրաստում են իրան 26 թվականի այն մարդիկ, ովքեր որ խանգարում են, հիմա խանգարում են սրբազանները 26 թվականի ընտրություններին, խանգարում է Վարդան Ղուկասյանը, վաղը ես կխանգարեմ, ինձ պիտի տանեն, դու կխանգարես, քեզ պիտի տանեն, այս ամեն ինչ այս կապիկությունները պիտի անեն մինչև 26 թվականի ընտրությունները։ Իսկ Գյումրին ինչպես է, Գյումրու քաղաքապետարանն ինչպես է շարունակելու աշխատանքը, որևէ բնականon չէ, ուրեմն կա օրենք, եթե այդ օրենքներն է փորձեն ոտնահարել, այդ դեպքում երևի քաղաքի ժողովուրդը իր խոսքը ամբողջական կասի։ Կա իր բնականon աշխատանքով դիզբաղվի քաղաքապետարանը, իր ծառայությունը պիտի մատուցի քաղաքի ժողովրդին, ինչի մասին է խոսքը, կա քննչական գործողությունը, ասված իրանց է թողանեն այդ քննչական գործողությունը, մենք բոլորս կգտնենք մեր աշխատանքի վայրում, կկատարենք մեր պարտականությունները
եւ կծառայություն կմատուցենք մեր քաղաքի բնակչությանը։ Հետական էլ Աստված ցույց կտա։ Տեսեք, հոկտեմբերի 1-ին, երբ ազգային ժողովի ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը, բազմաթիվ ԿՊԱ-ականներ գրառումների մագարտակով ասում են, որ քիչ է մնացել, այ հենց մեկը Կարեն Սարուխանյանի գրառումներն էր, որ այդ նախադասությամբ էր հիմնականում ավարտվում, թե Վարդան Ղուկասյանի իշխանությանը Գյումրիում քիչ է մնացել։ Հիմա ձեզ մոտ կա այդ մտավախությունը ամեն դեպքում, որ ձեր իշխանությանը քիչ է մնացել։ Ես ասեմ, ես որևէ մտավախություն չունեմ, մտավախություն պետք է ունենան այն մարդիկ, ովքեր որ վաղը մյուս օր այս իրանց երունդներին պատասխան են տալու։ Մենք որևէ մտավախություն չունենք այդ գրողներ ում մասին որ խոսում եք, վաղը չէ մյուս օր իրանք իրանց երունդներ, իրանց ընտանիքի անդամերին են պատասխան տալու։ Իրանք չեն էլ հասկանում։ Չէ, Քրիստոսին որ խաչում են, ասում են սրանք չեն հասկանում ինչ են անում։ Դրանք ընկել են ինչ-որ մի ընթացքի մեջ չեն էլ պատկերացնում այսօր իրանց ընտանիքի ու մեր երկրի գլխին ինչ են բերում։ Իրանց այդ կեցվածքով։ Ինքը մտածում են շատ մեծ գործ են անում, հա, որ գրառումներ են անում, հաշվի չեն առնում, որ ես ծնողի տարիքինը։ Ես ամեն սրբություն արդեն ոտքի տակ են տվել։ Ամեն սրբություն։ Ու իրանք չեն պատկերացնում, վաղ կրկնակի երակին իրանք ստանալու են իրանցից ավելի ցածր տարիքովներից։ Այդ պատգամավորների վարդակցի հետ կապված կոնկրետ Շիրակի մարզի, հա, գյուղացիական կեմա ասուսիրուն եկեք ուրիշ բաներից խոսենք, որովհետև ես չեմ էլ համարում, չեմ ցանկություն չունեմ ընդհանրապես խոսել մի բանի մասին, որը գիտեք ինչ, չեմ կարա մաքուր հայերեն բառը գտնեմ ու որակավորեմ այս process-ը ինչ որ կատարվում է այնց կողմից։ Ես մի բան գիտեմ, որ մարդը պետք է պատկերացնի, պետք է հասկանա հայրենիք գաղափարը։ Եթե իրանք կարող է սրբազանի հասցեին բան խոսեն, քաղաքապետը իրանք միցոր ասեցի, իրանք ծերունտներ իրանք ավելի վատ են վերաբերնելու։ Եվ հարցել, քանի որ ընդդիմադիր ավականու անդամներից մեկն էր կանոնկրակտիկ հայտնել, որ չի բացառվում ճգնաժամ ստեղծեն եւ նոր ժամանակով պաշտոնակատար, հա, նորից նշանակվի Փաշինյանի կողմից եւ քաղաքապետ, մինչեւ որ ընտրություններին արդեն այդ ընթացքում ամբողջ ռեսուրսը, այսպես ասած, իրենց ձեռքում լինի։ Դուք այս մտքի հետ ինչպես եք։ Գիտեք, ասենք այդ սցենարները, որ իրանք փորձում են ամեն ձևի իշխանություն վերցնել, բայց ես մի բան գիտեմ։ Եթե 26 թվականին իշխանական լծակներով հնարավոր լինի կազմակերպել ընտրություններ, եթե այդ ռեսուրսներով ընտրություններ կազմակերպվում էր ժողովուրդը, պետք է գնա այդ ռեսուրսներով ընտրության, ես ասում եմ մենք պետություն չենք ունենա։ Բայց ես հույսով եմ, որ այդ ռեսուրսները այնքան քիչ կլինեն սովորական մասնակիցների թվի հանդեպ, որ իրանք ինչ ուզում են անեն, ոնց որ այս անգամ փորձեցին Գյումրիում 17000 ցեն, արդյունքում մտածելով որ մի 30-32 հազար կմասնակցի 50+1 ունենան, բայց բնակչությունը գիտակից գնաց իր ընտրությունը կատարեց 46-ից անցավ եւ իրանց այդ թվերը մնացին իրանց։ Ես վստահ եմ, որ այդ նույնը կկրկնվի 26 թվին ազգային ժողովի ընտրություններին, ժողովրդին կգնա իր քվեով կփոխես ամեն ինչը։ Մենք մեր սխալը պետք է փոխենք։ Մեր ժողովուրդին պետք է հասկանա, որ ժամն է արդեն այլևս։ Տեղ չկա, իրականում տեղ չկա, որևէ արժեք չի մնացել, հավատացեք, որևէ արժեք չկա այլևս։ Չգիտես քո թորին, քո երեխային ինչ արժեքի, քո թորին ինչ արժեք սովորացնես։ Սրանք ամեն ինչը ոչնչացրեցին հայով սկսվող։ Մինչև այս վերջին իրավական process-ները պարոն Ղուկասյանն իր ասուլիսներում հայտարարում էր կառավարությանը դատի տալու մտադրության մասին։ Արդյոք այս process-ը որևէ բան կփոխի Գյումրու քաղաքապետարանը կշարունակի, դուք տեղյակ եք այդ մանրամասներին։ Դե իհարկե ավականունիստ եղա, որոշում փորձեցին, բայց հետաձգեցին, որպեսզի մասնագետների հետ քննարկում լիներ։ Խոսքը գնում էր զուտ իրավական process-ի մասին, որ քաղաքին անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, եւ այդ ֆինանսական միջոցները ճիշտ է, որոշները փորձեցին ներկայացնել, որ տարբեր ճանապարհներով, սուբվենցիաներով եւ այլն ինչ որ չափով գումարներ է տվում, բայց խոսքը դրա մասին չէր։ Խոսքը ոչ դոտացիային էր վերաբերվում, ոչ սուբվենցիաներին էր վերաբերվում, ճիշտ է, այնտեղ մասնագետներ կային, որ դա չէին էլ հասկանում, թե դա ինչ է։ Խոսքը վերաբերվում էր այն բնականon կորզնայությունը լիարժեք, որ կարողանար քաղաքը իր խնդիրները, երկրաշարժից հետո իր առաջ ծառացած խնդիրները լուծելու։ Գումարած դրան օրենսդրությամբ սահմանված էր մասհանումներ, պետական բյուջեից այլ միջոցներ հատկացնելու։ Խոսքը դրան էր վերաբերում։ Եթե դա չի տրվում, համանքի ղեկավարը իրավունք ունի սահմանադրական դատարանով վիճարկելու այդ հարցը։ Եվ ինչ չի պետք է վատ տանեն այս ամենը։ Եթե դա
օրինական է, օրինական ճանապարհով ոչ գողություն է եւ ոչ այլ բան է։ Ինքը ուղղակի հայտարարեց, որ ես գտնում եմ, որ այդ միջոցները պետք է տրվի քաղաքին։ Եթե քաղաքապետը լռի, ճիշտ է դա, թե ասի այն ինչ որ ինքը մտածում է։ Ես մտածում եմ, որ մենք ժամանակ հնարավորություն կունենանք, որ այդ քաղաքապետը երևի իր խնդիրները կլուծի, այդ հարցերն ինքը առաջ կտանի։ Ես հույսով եմ, որ միևնույն է, երկար պահելու, ասենք այն բաների մասին է խոսում, ես չեմ պատկերացնում, որ կարող են այդ հոդվածներով ինչ-որ քաղաքապետի վրա գործեր կարել, ես այդ բանը ուրիշ հարցերներ կարող են ինչ-որ մի տակ մտածեի, բայց այդ հարցերում կաշառքի եւ այլն, ես այդ մասով վստահ եմ, որ որևէ բան չկա։ Հիմա, չգիտեմ, երևի ինչ-որ ժամանակ է իրանց պետք, իրենց ոչ հաճելի անձանց մեկուսացնելու այս պրոցեսներից։ Այս է ամբողջ խնդիրը։ Ես մի բան կարող եմ ասել, վստահեցնել, որ ամբողջ աշխատակազմը քաղաքապետարանի վաղվանից ավելի ակտիվ, ավելի օպերատիվ, ավելի սրտացավ, որպեսզի քաղաքապետի խնդիրները, որպեսզի ցույց տանք, որ մենք արժանի ենք այդ քաղաքին ծառայություն մատեցելու եւ արժանի ենք քաղաքապետի հետ ընկերություն անելու, մենք այսօր կրկնակի ավելի լավ դե աշխատենք եւ մեր բնակչությունը պետք է տեսնի, որ որևէ խնդիր չունի ինքը քաղաքի հետ, որևէ խնդիր։ Ես հուսով եմ բաղամիսօր նաեւ այդ քաղաքի բնակիչները, եթե անհրաժեշտություն եղավ, իրենց աջակցությունը կցուցաբերեն համապատասխան տեղերում իրենց քաղաքապետին։